Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հիշատակում է Սուրբ Խաչի երևման տոնը, մեկ անգամ ևս հիշելով Տիրոջ չարչարանքները, խաչելությունը և խաչի վրա նրա թափած անմեղ արյան շնորհիվ մարդկային ցեղի փրկությունը։ Այս տոնը պատմական մի դեպքի հիշատակություն է, երբ 351 թվականի մայիսին կյուրեղ երուսաղեմցի հայրապետի օրոք օրվա 3-րդ ժամին երկնքում երևում է Փրկչի խաչի նշանը, տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը։ Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլև տարբեր դավանանքներին ու կրոններին պատկանող մարդիկ։ Խաչի պայծառ երևումից անգամ Արեգակն է մթագնում։ Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված, գոհություն հայտնելով Բարձրյալին, նրա մեծ շնորհին արժանանալու համար։ Երկնային հրաշքի շնորհիվ շատերը հավատում են Հիսուսին, մկրտվում Սուրբ Կյուրեղի ձեռքով, անդամագրվելով Քրիստոսի եկեղեցուն։ Այս դեպքի առթիվ Կյուրեղ հայրապետը մի նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսերը, որը Մեծն Կոստանդինոսի որդին էր։ Նամակում Սուրբը պատմում է Երուսաղեմում խաչի երևման մասին, հաղորդելով, որ վերջինս անհողդողդ մնա իր քրիստոնեական ճշմարիտ հավատի մեջ և հավատարիմ նիկիական դավանությանը։ Մեր բազմադարյա պատմության մեջ էլ քիչ չեն խաչի երևումները։ Երանելի Կորյունը և քերթողահայր Մովսես Խորենացին հայ եկեղեցու եռամեծ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մահվան և թաղման կապակցությամբ արձանագրում են, որ Վաղարշաբաթ քաղաքում օրեր շարունակ խաչի լուսապայծառ նշանը փայլել է այն տան վրա, որտեղ Սուրբն ավանդել էր իր հոգին։ Այդ նույն նշանն էլ առաջնորդ է եղել բազմությանն ամբողջ հուղարկավորության ընթացքում։ Խաչը Հռոմեական կայսրության ժամանակ մահապարտներին անարգելու և նախատելու համար էր։ Հին Ուխտում էլ կարդում ենք. «Անիծված է նա, ով կախված է փայտից»։ Աստվածորդին միացավ խաչափայտին, սրբագործելով այն և իր սուրբ արյամբ մեզ ազատեց սատանայի գերությունից։ Եթե մինչև Քրիստոսի խաչվելը խաչն անարգանքի և նախատինքի նշան էր, ապա Տիրոջ խաչելությամբ նրա մեջ դրվեց կյանքի խորհուրդը, և մարդ արարած հնարավորություն ստացավ նոր արարած լինելու։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, ապա նա նոր արարած է։ Քրիստոս խաչի վրա ներեց մեզ, ջնջեց մեր մեղքերի պատմամուրհակը, գամելով այն խաչափայտին։ Մարդկության փրկության համար մարմնացած Աստված խաչվեց, թաղվեց, բայց երրորդ օրը հրաշափառապես հարություն առավ մեռելներից, քանդելով մահվան կապանքները։ Այո, հարություն առավ Տերը, որովհետև լույսը չէր կարող գերեզմանի մթության մեջ մնալ։ Եվ այս իրողությունը նկատի ունենալով է, որ Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է. «Դավանում եմ խաչը, քանզի գիտեմ հարությունը»։ Հետևաբար, խաչը մեզ համար հույսի, սիրո, հաղթանակի և փրկության նշանն է, որի վրա Աստվածորդին պարտության մատնեց սատանային, մեր առաջ բացելով երկնքի դռները, որ մինչ այդ փակված էին մեր նախաստեղծողներ Ադամի և Եվայի անհնազանդության պատճառով։ Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերն ու անբավ ողորմածությունը ադամորդիներիս նկատմամբ։ Տերն իր փրկագործությամբ խորհրդով խաչը վերածեց հաղթության նշանի։ Ինչպես ասում է Պողոս Աղրաքյալը. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։ Այո, տերունական նշանը ճշմարիտ քրիստոնյաներիս համար պարծանքների պարծանքն ու Աստծո անսահման սիրո արտահայտությունն է անկյալ մարդու նկատմամբ։ Ճիշտ է, անհավատ, Տիրոջը չճաշակած մարդկանց համար խաչի վրա Քրիստոսի այս զոհողությունն անիմաստ և անհասկանալի է թվում, բայց մեզ համար,
որ մեր սրտերի մեջ ընդունել ենք ճշմարիտ Աստծուն, Հիսուս Քրիստոսին, խաչը դարձել է փրկության գրավականը։ Անգիտության խավարում խարխափող այս մարդկանց մասին է առաքյալի խոսքը. «Շատերը, որոնց մասին անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի։ Նրանց վախճանը կորուստն է, նրանց Աստվածն իրենց որովայնն է և փառքը իրենց ամոթը, նրանք միայն երկրավոր բաներ են խորհում»։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը, եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք։